Քանի որ ինքը ոլորտը սպეციფիկ ոլորտ է, ունի իր ուրույն բառապաշար, ուրույն մտածելակերպը, ուրույն մոտեցումները տարբերվում են մյուս ոլորտներից, բնականաբար այդ ուղղությամբ են հարցերը լինում։ Մյուս հանձնաժողովը, որոնք արդեն քննարկվել է, կասեք նախագահներ, տեխնատներ ովքեր են։ Անկեղծ ասած չեմ կարող ասել, որովհետև տեղեկություն չունեմ, բայց կարծում եմ, որ բոլորն էլ արդեն դուրս գալու ճանապարհին են եւ կարծում եմ ամեն հանձնաժողովը Տեսեք, ասեմ, ես հիմա էլ չի առաջադրվի, եթե մեր խմբակցությունում, արդեն ձևավորվող խմբակցությունում որևէ բժիշկ կամ բուժաշխատող լիներ, ես կարծում եմ, որ արդար չէ այդ ոլորտի ղեկավարման, հա ինչ որ ոլորտի մի մասի գոնե օրենսդրական մասի ղեկավարման ժամանակ մրցակցության մեջ մտնել բժշկի կամ բուժաշխատողի հետ, ովքեր ունեն տարիների փորձ, ովքեր արդեն թրծված են այդ ոլորտում, այդ իմաստ չեմ գտել երբևէ, քանի որ մենք միշտ ունեցել ենք, հա, ոլորտից ներկայացուցիչներ ցուցակում, ազգային ժողովում, այսօր ցավոք, շատ խորը ցավով եմ ասում, այսօր չկա ոլորտի Նախորդ անգամ չուզեցաք Չի, Վանիկ Օհանյանը խմբակցությունում այս պահին չի կարող հայտնել։ Նախորդ անգամ չուզեցաք մրցակցության մեջ մտնել Նանյանի։ Ընդհանրապես չեմ առաջադրվել, ես չեմ մտածել դնել, որովհետև սա ինձ համար սկզբունքային հարց է, որ առողջապահության հանձնաժողովի ղեկավար կազմում պիտի անպայման լինի բժիշկ կամ բուժաշխատող։ Մարդ, որը ներսից գիտի այդ ամեն ինչը։ Ես մտքովս չի անցել։ Այս անգամ էլ պարզապես որտեղ ես հասկացա, որ թերևս այդ 7 տարվա, հա 19 թվականից ես հանձնաժողովում եմ, ակտիվ անդամ եմ հանձնաժողովի, ես ընթացքում հասցրել եմ եւ կրթությունը ստանալ եւ միևնույն ժամանակ մի քանի տարի էլ եղել եմ նախագահի տեղակալ եւ շատ անպատասխանատու մոտեցում կլինի, եթե չառաջադրվի, եթե նախարարի հետ հաշտ աշխատելու եք, որտեղ իհարկե, որովհետեւ կարծես թե երևույթուն կա, որ կոնֆլիկտային Չէ, կոնֆլիկտային իրավիճակի երբեք չի եղել, մենք եթե ունեցել ենք որոշակի բանավեճեր կամ անհամաձայնություններ, դրանք եղել են իհարկե ոլորտի քաղաքականության մշակման կամ, բայց ես կարծում եմ, որ միևնույն է այդ բանավեճերը շատ օգտակար են, որովհետև բանավեճերի արդյունքում է, որ նոր մտքեր են ծնվում եւ ի վերջո դու որպես ազգային ժողովի падգամավոր հավաքագրում ես ժողովուրդը քեզ է դիմում եւ դու ոչ մասնագիտական, այլ ժողովրդի մտահոգությունն ես փոխանցում եւ այո միշտ կարող է ինչ որ այսպես անհարթ իրավիճակ ստեղծվել, բայց ես կարծում եմ, որ ամենակարևոր եւ ամենաբարդ խնդիրը մենք իրականացրել ենք եւ դա առողջության ապահովագրությունն է, որի վրա դեռ աշխատելու, լավարկելու, դեռ կատարելագործելու բավականին շատ աշխատանք Ելույթները բավականին կարճ են եւ հետո գալիս է հարց ու պատասխանի փուլը, մոտավորապես 3 րոպե Հարցը պատասխանը այդա չեմ կարող ասել, չգիտեմ։ Ընդհանուր առմամբ տեխնատուի ներկայացման հարցերով ելույթներով ինչքան է տևում։ Նայած, տեսեք, հանձնաժողովներ կան, որտեղ շատ երկար է տևում, հանձնաժողովներ կան, որտեղ կամ տեխնատուներն են քիչ կամ շատ ավելի պարզ է, հա, ընտրության արդյունքը մրցակցությունը այդքան մեծ չէ, շատ ավելի կարճ են տևում։ Ես մի հարց ուզում եմ իմանալ, ամեն դեպքում խորհրդարանում են հանձնաժողովների հետ կապված ավելի վերջնական ամեն ինչ որոշվելու, որտեղ այնտեղ կա նաև ընդդիմության հարցը։ Ուզում եմ իմանալ, եթե այնպես ստացի, որ հանձնաժողովը անցնի ընդդիմությանը փոխնախագահի Բնականաբար, իհարկե, բնականաբար։ Ընթացակարգը նախ այդպես է եղել միշտ։ Եթե կհիշեք, եւ 21 թվականին էր այդպես, երբ որ մենք պիտի, այո, որովհետեւ դա քաղաքական պատասխանատվություն է եւ քաղաքական թիմը, եթե քեզ է ընտրում, ապա դու անկախ նրանից հանձնաժողովը իշխող կուսակցությանն է պատկանում, իշխող խմբակցությանը թե մնացածներին, դու պարտավոր ես դա առաջ տանել։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար